Սրբազան այսօրվա ձեր գալը կարելի է ասել, որ մեկ քայլել էր առաջ այս չարիքի իշխանությանը ապալելու գործը։ Նայեք, հիմա ինձ համար շատ կարևոր հոգևոր ընկալումով, ապրումով ժամ եւ օր այսօր եւ այցելությունը Մայրաթոր եւ Մայր Տաճար Սուրբ Պատարագին առաջին հերթին ինձ համար վերականգնվելու ինքնաճանաչողության դարձյալ եւս մեկ անգամ ինքնակնություն անելու եւ նաեւ մեր այս հազարավոր եւ հարյուրավոր ժողովրդին սիրելիներին տեսնելու հանդիպելու այս սրբազան կամարներին եւ մնացածը հետո իսկապես զգացողություններն ինչպիսին են մեկ տարի անց հենց զգացողության մասին հարց եք տալիս ուզվում է սա Մայրաթորը իմ հոգևոր ծննդավայրն է ես այս խորանից եմ ծնվել այն շենքում եմ ուսանել Ջեմարանի ամեն քայլափոխ այստեղ ամեն տեղ իմ եւ իմ ընկերների հոգևոր եղբայրների ոչ միայն ոտնահետքերի, այլև քրտինքի վայրն է ուսանելու երազների, ապրումների, մտածումների ես մեկ տարվա կարելի ասել բացակայությունը ֆիզիկական ինձ շատ երկար ժամանակ է թվում շատ երկար, անտանելի երկար եւ հիմա պարզապես ինչպես ասացի ինձ համար վերականգնվելու առիթ է բոլոր առումներով հոգևոր զինվածությամբ ինչպես Առաքյալն ասում է այդ վահանը եւ սպառազինությունը հագնելու հոգուս սուսերը ունենալու հավատքի սաղավարտը կրելու վահանը կրելու եւ այսպես եւ շատ ուրախ եմ նաեւ որ հատկապես շատ սիրելի մարդկանց եմ հանդիպում այս ամբողջ ճանապարհի ընթացքին մեծ գնահատանքով եմ ուզում անդրադառնալ թե այս ողջ ժամանակ աղոթների համար, ջերմ աջակցության համար, իրենց խոսքի համար, մաղթանքների համար եւ թե հատկապես նաեւ այսօր այսպես իրենց սերը արտահայտելու համար։ Իմ սերը շատ փոքր է իրենց հանդեպ եւ ես մաղթում եմ որ այն զգացումներով ինչպես իրենք այստեղ են եւ մենք միասին այստեղ ենք այդ զգացումները կյանքում շատ ծավալվեն տարածվեն հասնեն մեր երկրի տարբեր անկյուններ որովհետեւ մեր կյանքից վերանա եւ թշնամությունը եւ ատելությունը եւ հաշտությունը թագավորի մեր երկրում որպես հաղթանակի գրավական Սրբազան ձեր հոգևոր եղբայրներից գուցե շատերին այսօր առաջին անգամ եք տեսնելու մեկ տարի անց ինչի մասին եք խոսելու համբուրելու եմ իրենց Քրիստոսի ողջույն եմ տալու իրենց Գիտեք, շատ հաճախ խոսքերը նույնիսկ արժեք չունեն, շատ հաճախ, լռությունը իր բովանդակությամբ ավելի շատ բան է ասում, քան թե որևէ խոսք, խոսքը երբեմն նաև գալիս է աղճատելու, այսպես տարանջատելու, բաժանելու, ես ավելի շատ կնախընտրեմ և այդպես էլ կլինի, կնախընտրեմ ջերմ ողջագուրում ունենալ Եվ սրտից սիրտս գալ, աչքից աչք կապվել, այդ զգացումով։ Միևնույնն է, պատարագից հետո շտապով պետք է վերադառնամ իմ հանգրվանը, ազատության, տնային ազատություն։ Հետևաբար միգուցե նաև շատ առիթ էլ չունենամ խոսելու եւ կարծում եմ խոսքի անհրաժեշտություն չկա, սերը խոսքերից ավելի վեր է։ Եվ եղբայրության, հավատարմության, նվիրումի զգացումը առանց խոսքի էլ ամբողջությամբ արտահայտելու։ Շնորհակալ ձեր կրծքի քարտեզն էլ մեզ չեք մեկնաբանում։ Մեկնաբանեմ, սա իմ Հայաստանն է, որը թե իմ կյանքում, թե իմ մտքում, թե ապրումների, երազների մեջ եւ ձգտումների ու տեսիլքների մեջ իրական Հայաստանն է։ Այնտեղ, որտեղ ծնվել է մեր ազգը, ծագել է մեր ազգը եւ յուրաքանչյուր, ինչպես ասել եմ, յուրաքանչյուր
միլիմետրը իմ սրբազան երկրի, սրբազան Հայաստանի մեզ համար գերագույն արժեք է, որովհետև այնտեղ մեր նահատակներն են, մեր ծնունդն է, մեր ապրումներն են, մեր զգացումներն են, մեր գերությունն է, նաև մեր ազատությունը։ Շնորհակալություն։